Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, նախորդ անգամվանից հանրային ռադիոն Պարոն վարչապետ, ընդդիմությունն այս շրջանում շատ է խոսում հարկային բեռի շատ ծանր լինելուց եւ խոստանում կտրուկ փոփոխություններ, մասնավորապես շրջանառության հարկը հանել, հատուկ պայմաններ ստեղծել ՓՄԶ-ների համար։ Դուք ինչպես եք գնահատում այս օրինակ հայտարարությունները, համարում եք, որ հարկային բեռը իսկապես շատ ծանր է եւ առաջիկայում տեսնում եք հարկային կտրուկ փոփոխությունների կարիք։ Ես լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը երբ որ իշխանություն էր, սովորեր, որ իրենք հարկեր պետք է չվճարեն, եւ բնականաբար, երբ որ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար դա ծանր է նրանց համար, որովհետև իրենք ըստ էության բիզնեսմեն չեն, այլ իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու եւ ջերմոցային պայմաններում փող աշխատելու եւ ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներին, այնպես որ հասկանալի է, որ երբ որ հիմա այդ հնարավորությունը չկա, դա նրան ծանր է թվալու։ Ինչ վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ուզում եմ նաեւ ձեզ կամ հիշեցնել, կամ տեղեկացնել, եթե տեղեկացված եք, չեք տեղեկացնել, եթե տեղեկացված եք, բայց չեք հիշում, հիշեցնել, որ նաեւ 2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում եւ դառնում են փոքր բիզնեսներ եւ այդպիսով խուսափում են հարկերից, ինչի հնարավորությունը այսօր շատ սահմանափակ է, չեմ կարող ասել բացարձակ չկա, որովհետև ցավոք միշտ էլ սողանցքներ լինում են եւ ես այդ դժգոհությունը հասկանում եմ, բայց ուզում եմ նաեւ դիմել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող եւ վճարող քաղաքացիներին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց վճարված հարկերը դարձնում են հոյակերտ եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով եւ ենթակառուցվածքներով եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության եւ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից են եւ ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի նրանք որևէ գնում անելիս չմոռանան պահանջել, ստանալ եւ վերցնել հսկիչ դրամարկային կտրոնը, որովհետեւ դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, այդ թվում ոչ միայն, բայց այդ թվում դրանով առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում եւ նրանք ովքեր խոսում են, ովքեր ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ձեր նշած խոսույթով, նրանք ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, նրանք ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, նրանք ուզում են կասեցնել դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը, նրանք ուզում են կասեցնել ճանապարհների շինարարությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի ուզում եմ ասել, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, որովհետեւ ելի ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը ինչքան ծախս է անում իր բարեկեցության համար, այլև առաջին հերթին կախված է նրանից, թե
պետական եւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում իրենց բարեկեցության համար, իսկ բյուջեները ձևավորվում են մեր բոլորիս վճարած հարկերից։ Էլի պատկերավոր օրինակներով վերել, որևէ մեկը կարող է իր համար մի քանի $100,000 Ferrari գնել, բայց ով էլ լինի չի կարող հանրապետությունում իր Ferrari-ի համար ճանապարհներ կառուցել, դա պետք է անի պետությունը պետական բյուջեի միջոցներով։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նյուզային։ Պարոն վարչապետ, դուք ձեր նախընտրական ծրագրում անդրադարձել եք եկեղեցու հետ կապված քաղաքականությանը ձեր, ֆիքսել եք այն, ինչ նախորդ շրջանում ասել եք եւ կրկին շեշտել եք վեհափառի հեռացման ձեր պլանների մասին։ Բայց տեսեք, դուք մշտապես մեր ասացին, որ դուք եկեղեցու դեմ եք քայլեր անում, դուք ասում եք ոչ, վեհափառի դեմ է այս ամեն ինչը, կաթողիկոսի դեմ, բայց ձեր քայլերը այդ մասին չեն խոսում, որովհետեւ դուք հայտարարում եք եկեղեցին հարգելու մասին, հոգևորականներին եկամուտների հայտարարագրման մասին, դուք նաև քրեակատարողական հիմնարկների եւ բանակում զինվորական կներեք հոգևոր ծառայության փոփոխության մասին եք, ձեր պատկերացման փոփոխության մասին եք խոսում։ Սա ընդհանուր թվում է թե կամ այդպես է ստացվում եկեղեցու ընդհանուր վերափոխման ծրագիր է։ Ինչպիսի եկեղեցի եք դուք ուզում ստանալ։ Որն է ձեր պատկերացրած հայ առաքելական եկեղեցին, եթե դուք ամեն ինչ եք փորձում փոխել այսօրվա հայ առաքելական եկեղեցում։ Սա առաջին հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք քաղաքացիորը որոշել եք կրկին Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպել։ Ինչ է ստացվում 8 տարի հետո դուք դեռևս հեղափոխական Փաշինյանն եք, հասկացաք, որ ձեր մեջ ավելի ուժեղ է հեղափոխական Փաշինյանն է, այսինքն թե վարչապետ դառնալու այս ճանապարհին ձեր մեջ ամեն դեպքում հաղթեց այն հեղափոխականը, որը հիմա փողոցում էլի խորոված է անում։ Ես ճիշտ ասած զարմացած եմ, այդպիսի բան ա եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետքա խորոված չանել։ Կներեք, այդ թվում փողոցում, այդ այսօր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եվ դա միջոցառում է եւ կարծում եմ, որ հայաստանյան որևէ կարևոր իրադարձություն մեր ընտանիքներում ամեն դեպս ովքեր իրենց համարում են Հայաստանցի եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց ինքնության մաս է։ Ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Եվ այդ ընդհանրապես հետաքրքիր է, այդ ընդհանրապես ընդունված է եւ երկար ժամանակ ընդունված է եղել Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու եւ մարդու ինքնազգացողության եւ ավանդույթի եւ ընկալումները շրջանցող ինչ որ միջոցներով։ Քաղաքացու օրը ամենայն հարգանքով, բայց մենք նաեւ պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք ինչն է խնդրեմը։ Այսինքն դուք ձեր տներում խորոված չեք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ մենք եւ քաղաքի կենտրոնում էլ են Միջայլոց իսկ քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաեւ փողոցում խորոված անել, ես դա բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում եւ դա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է եւ փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է եւ կարող են լինել հանրապետությունում կան խորովածի փառատոններ ամենատարբեր տեղերում։ Այսինքն ինչն է դիսկոմֆորտը։ Ասենք եթե ենթադրենք բան պատրաստենք, ինչ ասեմ, ինչ կա բան, ենթադրենք եթե բանի կրիվետկա պարտի անենք, կհասկանայի, կասեի մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, բա մեր ավանդույթները, այսինքն ինչն է խնդրեմը, դեռ ես լավ չեմ հասկանում։ Եվ նաև ինչ Ես ներկա եմ ամենտեղ Հայաստանի Հանրապետությունում, ձեզ վաղուց ժամանակն է, որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք։ Հայաստան, ես ներկա եմ ամենտեղ, ես գինու միջոցառմանն եմ գնացել, ես տարբեր փառատոնների եմ մասնակցում, համերգների եմ մասնակցում,
փակ եւ բաց դահլիճներում, այսինքն նորություն է ձեզ համար։ Ես օրինակ ֆեստիվալներին հիմնականում աշխատում միշտ չի ստացվում, աշխատում եմ ինձ համար միտեղ նստած մասնակցում եմ, Գյումրիում եմ մասնակցել, Իջևանում եմ մասնակցել եւ այդպես շարունակ, այսինքն գիտեք ինչ ես էլի եմ ասում, եթե ձեր ընկալումը, այստեղ խնդիրը պետության ղեկավարի մասին ընկալումների մեջ է։ Ինձ համար ղեկավարը այն մարդն է, ով մարդկանց հետ է, մարդկանց մեջ է, մարդկանց կողքին է։ Եվ ես հեղափոխական, այո, ես հեղափոխական եմ եւ ես, այսինքն ոչ կաբինետն է իմ ընկալումները փոխել եւ ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում, այո, Հայաստանի Հանրապետությունը հեղափոխական փոփոխություններ է ապրել եւ ի հեճուկս բոլոր գնահատականներ փոփոխությունները եղել են դրական, ռազմավարական առումով դրական։ Եվ ես չեմ սասանվի, չեմ երկմտի պաշտպանել այն փոփոխությունները եւ հեղափոխությունները, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է հայաստանյաց առաքելական եկեղեցուն, ես ինչպես եմ պատկերացնում, ես պատկերացնում եմ հայաստանյաց առաքելական եկեղեցին իր առաքելության մեջ, որ ծառայում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ոչ այլ կերպ։ Եվ ուզում եմ ելի հիշեցնել, որ եկեղեցին ժողովուրդն է։ Չկա եկեղեցի առանց ժողովրդի, չկա եկեղեցի առանց հետևորդների։ Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատավոր հետևորդները եւ կտրիչ Ներսիսյանը առավել եւս եկեղեցի չէ։ Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն։ Մենք ասում ենք, որ նախ հոգևորականներն նույնպես քաղաքացի են եւ նրանք պետք է գործեն օրենքի դաշտում։ Հասկանում եք, պետք է այսօրվա կարգավոր չկա որևէ կարգավորում, որ Հայաստանի Հանրապետությունում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից։ Ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եվ եթե որևէ քաղաքացի բոլոր քաղաքացիները պետքա եկամտային հարկ վճարեն, պետքա նաև հոգևորականները վճարեն, իսկ ինչու պետքա չվճարեն։ Բայց ես հաջորդը կա, շարունակությունը կա, մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության, հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Եվ կա նաև հաջորդ հարցը, ասենք ինչի օրինակ պետքա եկեղեցու համար ներմուծվող սուրճը, կամ չգիտեմ, հիմա ես վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, խոսքը ոչ ծիսական ապրանքների եւ առարկաների մասին է, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետքա հարկվի։ Իսկ ինչու պետքա մենք հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն, թե դա եկեղեցու կարիքների համար է։ Այդ թվում մյուսները, ով, չգիտեմ, հիմա ես կոնկրետ օրինակ եմ բերում, դուք կարաք եւս 6 օրինակ բերեք, իմ օրինակը չի բացառում որևէ մեկին, որովհետեւ հարցը սկզբունքի մեջ է։ Սկզբունք պետքա կիրառվի, երկրում պետքա լինի թափանցիկություն, պաշտոնյաները պետքա գործեն թափանցիկ եւ հաշվետվողական, հոգեվոր ծառայողներ եւ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում։ Եվ իմիջայլոց այդ չվճարումների պատճառով հոգևորականները բազմաթիվ այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից։ Ինչու պիտի չօգտվեն այդ մարդիկ։ Հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել։ Իսկ ինչու պետքա չկարողանան օգտվել։
Այսինքն նաև մեր հոգևոր ծառայողների բարեկեցության մասին է, չէ՞։ Մենք գիտեք ինչու այդ ամեն ինչը, որ կախվածություն լինի մեկ անձից, բոլոր առումներով, ֆինանսական, կենցաղային եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաև այո հոգևոր ծառայողների ազատության մասին է խոսքը, այն ազատության կոռեկտության սահման, իսկ ինչու պիտի չլինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ։ Լավ, մենք պետք է որպես հանրություն պատասխան տանք հարցին։ Մեզ համար նորմալ եւ ընդունելի է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա։ Նորմալ է մեզ դա։ Պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն։ Նորմալ է դա։ Բոլորը։ Հարգելի գործընկերներ։ Բոլորը։ Շնորհակալություն, հաջորդ Ասում եմ ձեր հարցի մասին դեռ երկար կարելի է խոսել, բայց նաև ժամանակը խնայելով այս փուլում արձագանքենք։ Դե գիտեք, կներեք ձեր հարցերը այնքան ընդգրկուն են եւ խորիմաստ, որ ես չեմ կարող կարճ եւ մակերեսային պատ։ Հաջորդ հարցը Շանթարուսնայինկերություն։ Պարոն վարչապետ, 2 օր առաջ Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը քննարկումների, հանդիպումների առանցքում հիմնականում շեշտադրվեց Հարավային Կովկասի անվտանգության, կայունության, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևորության մասին։ Ինչպես եք պատկերացնում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգային փոփոխվող միջավայրը։ Գիտեք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետություն փոխվում են իրենք վերջին, չգիտեմ, 20 տարում տասնյակ հարյուրավոր անգամներ այցելել է Հայաստանի Հանրապետությունում եւ տեղի ձեր նշած այցի մեջ ոչ մի առանձնահատկություն չկա, այնպես որ որևէ լրացուցիչ մեկնաբանության նյութ չունեմ ես։ Ինչպես նախկինում պատկերացնում ենք, հիմա էլ նույն կերպ ենք պատկերացնում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ազատություն Ռաջիկյան։ Պարոն վարչապետ, ես թրիփի հետ կապված եմ մի հարց ուզում տալ, մշտապես ասվել է, որ երբ սկսվի արդեն աշխատանքները, ըստ էության հավանական է, որ առաջինը կսկսվի երկաթուղուց, հիմա ուզում եմ իմանալ, սա է մնում օրակարգում, որ առաջինը երկաթուղին է լինելու եւ երկաթուղու ենթակառուցվածքները, որ արդեն պատրաստ լինեն, դրանք կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, թե ռուսական ընկերությունն է կառավարելու, որը նաև ընդհանուր կառավարումն է Հայաստանում իրականացնում երկաթուղային ցանցի։ Որտեղ նկատի ունեք։ Թրիփի հատվածի։ Թրիփի հատվածը իհարկե թրիփ ընկերությունն է կառավարել, որտեղ ընդհանրապես երկրորդ կարծիք չի եղել ու չկա։ Իսկ միանալը ընդհանուր երկաթուղային ցանցի հետ ինքը միանալու է եւ աշխատանք ընդհանուր է։ Բնականաբար միանալու է եւ մնացած երկաթուղային ցանցի հետ կապված մեր դիրքորոշման մասին ես ասել եմ եւ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ դա։ Այո։ Նորություն չկա։ Կա աշխատանք։ Հաջորդ հարցը Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, անհերքելի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայկական ամենամեծ եկեղեցին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում այս խաղաղության դրամաբանության շրջանակներում, է սա դիտարկում թե ոչ, եւ եթե խաղաղություն է, եթե տարբեր ֆորմատներով երկխոսություն կա պաշտոնական մակարդակով եւ քաղաքասարակության ֆորմատով, ապա նման գործողությունները արդյոք չեն խոչընդոտում, խանգարում այդ երկխոսությանը, խաղաղությանը առնչվող եւ արդյոք այս հարցը պատրաստվում է պաշտոնական Երևանը թեկուզ միջազգային հարթակներում բարձրացնել թե ոչ, որովհետեւ մշակութային, պատմամշակութային արժեքների ոչնչացումը ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտված քայլ։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում դուք ասացիք սա է խաղաղությունը, ես ասել եմ խաղաղության ին չափանիշը որն է, արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են միմյանց
տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, եւ մենք որևէ հարցի եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերաբերվի այս տեսակետից։ Հաջորդը ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթիմենտանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են եւ ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք եւ չափելու եք այն նույն, չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։ Այնպես որ մենք գնայինք, կվերլուծենք, ես չեմ կարծում թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով եւ սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ եւ ամբողջական հասկանանք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Պարոն վարչապետ, Ռուսաստանի նախագահի հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ խոսել էիք հապկի մասին խոսելով կարևորել էիք, որ նույն տեղում անընդհատ չմնանք ու առաջ շարժվենք։ Եթե խոսքը այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը ապասառեցնելու մասին է, ինչ զարգացում կա այդ առումով, ու նաև մյուս կողմից էլ դուք առաջ շարժվելու մասին եք խոսում, բայց գործարարների շրջանում տեղեկություններ կան, մտահոգություններ կան, որ Ռուսաստանը որոշել է արգելել կամ առնվազն խոչընդոտել գյուղմթերքով մեքենաների մուտքը Ռուսաստան, այս մասին եթե տեղեկություն ունեք, ինչ քայլեր են ձեռնարկվում։ Ես ճիշտ ասած այդ մասին տեղեկություն չունեմ եւ գոնե այս պայդրությամբ ինձ նման տեղեկության մասին չի մենք այդպիսի պաշտոնական տեղեկություն չունենք։ Ինչ վերաբերվում է առաջին հարցից, մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ մենք հապկում աշխատանքները ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի։ Այսինքն ձեր ասած ապասառեցումը չի նախատեսվում։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք հապկից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։ Նույն տեղում չմնալը վերաբերվում էր հարաբերություններին։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ընդդիմությունը, հասարակական, քաղաքական, նաև իրավապաշտպան կառույցները քննադատում են ձեր խորհրդարանում արված հայտարարությունը վերաբերում էր նրան, որ եթե ընդդիմադիր որոշ ուժերի ընտրեն, դուք հայտարարել եք, որ կասեմ, եթե ասեմ այդ ուժերը կանցնեն ազգային ժողով, նշանակում է մտքովս անցկացնեմ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա։ Սա ասում են, որ դուք վիրավորում եք այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտեն ընտրել ոչ քաղաքացիական պայմանագրի, այլ կոնկրետ որոշակի ուժերի, ընդհանրապես խոսույթի, նաև ԿՊԱ-ական առանձին պաշտոնյաների, ինչպես եք մեկնաբանում եւ վերաբերում, եւ երկրորդ հարցը Երևանում ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում է ի վերջո սպասվում, որովհետեւ խայտարակ խցանումներ, խայտարակ փոսեր, վարորդները բողոքում են, որ իրենց մեքենաները վնասվում են, փոխհատուցում որպես այդպեսին չկա, ինչ է արվում, որպեսզի որոշակի առումով բեռնաթափվի, որովհետև կարծիք կար, որ օրինակ եթե կարմիր գծեր աստղաբաշխական թվով բարձրանան, օրինակ նաև որոշակի առումով բեռնաթափում կլինի, սակայն տեղ ունեցավ բոլորովին հակառակը, նաև նշում են, որ սա ըստ էության Երևանում կոնկրետ վատ կառավարման արդյունք ու հետևանք է։ Շնորհակալություն։ Նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ձեր հարցը բացարձակապես առաջին հարցը իրականության որևէ կապ չունի, որովհետև շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ։ Եվ շատ պարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ
ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին եւ ես ասում եմ որ ես չեմ հավատում որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել եւ հետեւաբար իմ կանխավարկածը այն է որ այդ կուսակցությունը 5% կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար եւ սա իմ մեծագույն հարգանքի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ որտեւ եթե քաղաքական ուժը ուժեղ Հայաստան կուսակցությունը իր կողմնակիցների մասին խոսալիս կամ իր որպես իր կողմնակից ցուցակագրվածների մասին խոսալիս ասում է շունշանգյալ ասենք այդ մարդիկ դրա արդյունքում պետքա այդ պիտակավորումը ընդունեն գնան քվեարկեն այդ կուսակցության օգտին եթե ես սենց մտածեմ անհարգալից է դա մարդկանց վերաբերել եւ այդ խոսույթը ես չեմ օգտագործել ես ընդամենը մեջբերում եմ արել իրենց օգտագործած խոսույթից որը գաղտնալսումներով հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից այսինքն եւ ձեր հարցը գիտեք այնպեսի տպավորություն է որ դուք ինձնից եք լսել այդ արտահայտությունը ինձնից չէ երկու տեղից ինձնից լսել եք մեջբերում դրանք տարբեր բաներ երկրորդ հարցը Երևանի խցանումների հետ կապված մենք պետք է հասկանանք մի բան որ աշխարհում ոչ մի քաղաք չկա որը հազար ներողություն հայրենելի բեզռազմեր է Այսինքն կա քանակ մեքենաների, որ կարա մտնի դուրս գա եւ կա քանակ, որը չի կարող եւ մեզ պետքա որպեսզի մենք նաեւ յուրաքանչյուրս ուշադիր լինենք, վարորդները ուշադիր լինեն երթևեկության առումով եւ մի ինչ որ պահի, ինչ որ մի որոշում պետքա կայացնել։ Եվ հիմա գիտեք, որ գործում աշխատանքային խումբ, որը այդ հարցով զբաղվում է, ինչ վերաբերում է Երևանի փողոցներին, ես ձեզ ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Երեք ես Գյումրիում եի նորից եւ Գյումրիից դուրս եմ գալիս, գնում եմ դեպի Քեթի գյուղ։ Եվ անի թաղամասը կա, եւ անի թաղամասում ճանապարհները ավերակ վիճակում են։ Հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս ես գալիս, ճանապարհները փայլոն վիճակում են։ Սա ինչի մասին է խոսում, որ երբ որ լինում է քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով են գործում, բայց քաղաքային իշխանությունները ինչի կառավարության սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել։ Միլիարդներ ենք մենք ծախսել, մենք գյուղերում ենք, փողոցներ ենք, եւ ընդ որում հեղափոխությունից հետո էլ այո 18 թվից եղել է Գյումրիում քաղաքային իշխանություն, որը ուղղակի կամ անուղղակի բացահայտ թե տակից գործել է հեճուկս կառավարության։ Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք, նույնն է Երևանում է։ Ցավոք սրտի 2018 թվականի ընտրություններից հետո մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանություն եւ քաղաքապետը էլի ուղղակի թե անուղղակի հազար ձևերով իրանց օրակարգերով եւ այլն եւ դրա արդյունքը մենք հիմա այսօր տեսնում ենք հետևանքը։ Եվ մենք այսօր ջանք ենք գործադրում եւ 2020 նաեւ նախորդ տարիներին ենք ջանք գործադրել, որպեսզի այդ խնդիրը լուծենք։ Եվ ես երեք հայտարարեցի, որ մենք մեր տարեկան 500 կիլոմետր ծրագրից անպայման, իմիջիայլոց Գյումրի հարցնել, որ հասկանալով, որ չի լուծվելու, մենք նաեւ հիմա մեծ ծրագիր ենք անում եւ անի եւ ավստրիական թաղամասերի բոլոր փողոցները ասֆալտապատելու ծրագիր ենք իրականացնում եւ նախագծման process-ը արդեն սկսված է եւ կավարտվի, որովհետեւ այդ խայտարակությունը չի կարելի ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի խնդրեմ չեմ տեսնում, որովհետեւ կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցություն չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն ի հեճուկս չեն կառավարության հետ բանի ինչ որ բանի մեջ չեն մտածել, այդպեսի
բազմաթիվ չգինեմ, բայց կան համայնքներ, բոլոր տեղերում այդ խնդիրները լուծվում են։ Սուբվենցիոն ահռելի մենք ներդրումներ ենք անում, բայց ես չեմ հասկանում, այդ մարդիկ հատուկ փակում են այդ ճանապարհները, որ վերջում մեղքը գցեն կառավարության վրա, համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է։ Բա նույն բանը նախորդ կամ չգործող քաղաքապետերը, որ տենց տարբեր բաներ են խոսում, բա դրա պատասխանը ով է տալու։ Դա դրա հետևանքն է, որ ելի եմ ասում, ուղիղ թե անուղղակի եւ Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի համայնքների ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ, փոխանակ կառավարության ծրագրերից օգտվեն եւ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, ես իմ ինչի համար են օգտագործել։ Եվ մենք հիմա պետք է դրա պատասխանատվություն էլի կրենք եւ կկրենք։ Հիմա մեր 500 կիլոմետրանոց ծրագրից մենք ամեն տարի, իհարկե ես նաեւ խնդիրը դրել եմ Պավն Ավինյանի առաջ, որ քաղաքն էլ ամեն տարի պետքա համատեղ գործենք եւ ճանապարհային դեպարտամենտի տրամաբանության եւ ստանդարտների ներքո եւ մենք արագ լուծենք այս հարցը, բայց հիմա էլ են շատ ես հանձնարարել եմ դեռևս փետրվարին, որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե սպայի խնդիրը լուծելու համար, իհարկե եղանակը շատ է խանգարում, որովհետեւ անձրևի պայմաններում այդքան ասֆալտ անել չի լինի ու չի լինի, բայց ես հայտարարում եմ այլևս միջև մի այդպիսի բան չի եղել, ընկալում չի եղել, բայց մենք այո Երևանով էլ Գյումրիով էլ շատ լուրջ պետք է զբաղվենք, որովհետև լավ մարդիկ մեղավոր չեն, որ ինչ որ մեկը գալիս է բանի ենթադրենք հեղափոխության ներքո ընտրվում է եւ հետո ուրիշ օրակարգեր է բացայտ կամ ոչ բացայտ առաջ տանում կամ մյուսներն էլ գալիս են համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրենց պատկերացնում են, ասենք ենթադրենք, չգիտեմ, ինչ, փոխանակ համայնքների խնդիրներով զբաղվել։ Մի հատ էլ մեր բանը, մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկայա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկայան, առավոտի դիկում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Պարոն Փաշինյան, այսօր խորհրդանշական օր է, 8 տարի առաջ այսօրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց քանի որ ես շատ հավանում եմ ընդդիմադիր Փաշինյան գործչին, մի քանի հոդվածներ եմ ուզում, հոդվածներ, ելույթներ ու հարցազրույցներից մեջբերումներ անեմ։ Օրինակ իմ շատ սիրելի ելույթներից էր ազգային ժողովի անունից, երբ ասում եք միսը թանկացել է, ինչ անենք ժողովուրդ ջան հեգրանքով, խառը կանաչի կերեք։ Ձեր շեդևր ելույթներից 4 քուանշ, պարոն գլխավոր դատախազին, շատ էի սիրում ձեր այդ ելույթը, ձեր հոդվածներից մեջբերում եմ բառացի, ոչ մեկին չեմ վիրավորում, Դոդի Պետրոս Ղազարյանը հիմա դարձել է ռուսին Նատաշկա, բայց մեզ մոտ, բայց քանի որ չափից շատ կերել եւ տրզել է, մենք իրան ասում ենք պարվա, շարունակությունը չեմ ասում, ձեր հարցազրույցներից, երբ որ ձեզ դատապարտում էին, Մնացական Մարտիրոսյանը դուք նրան, երբ որ լրագրողը հարցրեց ձեզ, դուք ասեցիք տխրահրճակ, ես այստեղ դատավոր չեմ տեսնում, Սերժն է նստած, հիմա նորից ասում եք, միսը թանկացել է, ինչ անենք, խառը կանաչի կերեք, չնայած խառը կանաչին էլ է թանկացել, Քուանշ հայտնած գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը Սերժի դատախազից դարձավ Նիկոլ Փաշինյանի դատախազը, Դոդի Պետրոսը դարձավ Նիկոլի Պետրոս, դե Մնացական Մարտիրոսյանն էլ տեսնում ենք ինչեր է անում, նորից դատում է ընդդիմադիրներին, այսինքն Նիկոլն է այնտեղ նստած եւ մի ռետորական հարց, պարոն Փաշինյան, իշխանությունը մարդուն փոխում է, թե բացահայտում ունեությունը։ Շնորհակալություն։ Ուրեմն միսը թանկանալու հետ կապված մենք քաղաքացիներին ասում ենք, մենք ձեր թոշակները բարձրացնում ենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղը։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ, աշխատավարձերը մինչև 75-80%-ով ավելացել են
եւ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորա հոսքերի 580% աճը։ Եվ այլն, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից 54000 շուրջ ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես ինչ վերաբերվում է իշխանությանը եւ ինչ վերաբերվում է ժամանակին։ Եթե մարդը ժամանակի ընթացքում չի փոխվում, նշանակում է մարդը մնացել է նույն կետի վրա։ Մարդը չի կարող միշտ լինել 4-րդ դասարանում։ Ինչ վերաբերվում է դատավորներին, դուք գիտեք, որ ես ինքս եմ դատական համակարգի հետ կապված լրջագույն խնդիրների մասին խոսում։ Բայց Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ դատավորները ունեն գործունեության երաշխիքներ։ Եվ դատավորը ցմահ պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ է պատճառը, որ մենք նաև հիմա ես համոզված եմ, որ նոր սահմանադրության մեջ պետք է լինի անցումային դրույթ, համաձայն որի Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ստանան դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ, շարունակեն գործել եւ վերանշանակվեն միայն բարեվարկության համապարփակ ստուգումներ անցնելուց հետո։ Որ մասը բաց թողեցի։ Արտուր Դավթյանը կարկառուն ընդդիմադիր գործիչ է։ Եվ Արտուր Դավթյանը չէր, որ մասնակցում էր շարժումներին, հայտարարություններ էր անում, հիմա որ լավ մանգակ բանի ուժեղ Հայաստանի շտաբներից մեկում կգտնեք իրան։ Ուշադիր մանեք եք ուղակի։ Եվ ինչ։ Պետրոս Ղազարյանը Հայաստանում եղել է եւ կա եւ ենթադրում եմ կշարունակի մնալ ակտիվ եւ հայտնի լրագրող։ Իր գիտեք ես էլ եմ ասում, ես կարող եմ մի բան ասել, մի բան չասել, կարող է ասածս կոռեկտ լինի, կարող է ասածս կոռեկտ չլինի, կարող է ճիշտ ասեմ, կարող է այդ պահի ընկալում ասեմ, այսինքն դա ինչ է ենթադրում։ Բա հիմա որ վերցնենք, ասենք, այդ որ տենց լինի ամեն մեկը վերցնենք դուք ձեր կյանքում ինչ եք ասել, կարող է հիմա ասենք ոնց էս դուք եք, թե դուք չեք։ Մարդը պետք է փոխվի, մարդը պետք է սովորի, մարդը պետք է աճի։ Մարդը չպետք է նույն տեղում մնա, ուրիշ բան ասեմ։ Ես խորհրդանում բազմաթիվ ուրիշ բաներ եմ ասել, եւ բոլոր ասածները այսօր ուժի մեջ են, իրենց բովանդակության եւ ոչ ձևի մեջ։ Հաջորդ հարցը Վահե Մակարյան։ Շնորհակալություն։ Նախ մի քանի օր առաջ Ստամբուլում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ուշագրավ հայտարարություն արեց, որ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը կամ սահմանի բացմանը։ Սա ձեզ հետ համաձայնեցված հայտարարություն էր, թե Սիմոնյանը ինքն էր որոշել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ եւ արդյոք չի սա խաթարում կամ չի հակառակում ձեր, այսպես ասած, խաղաղության սրտիկներին եւ այն թեզերին, որ դուք հռչակել եք։ Եվ երկրորդը, ես ճիշտ ասած անհարմար եմ զգում անձնական բնույթի թեմաներ շոշափել, բայց քանի որ դուք ձեր ընտանիքը թույլ եք տալիս ձեր անձնական կյանքը, ընտանեկան կյանքը այսպես մեծ մասամբ սփռել եք հանրության առջև եւ քննարկման առարկա եք դարձնում, դրա համար ինձ թույլ եմ տալիս նաեւ որոշակիորեն այդպիսի հարց շոշափել, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ որ մոտ 1.5 ամիս առաջ ձեր կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվել է ձեզանից, դա շատ քննարկվեց, ես էլ ձեզ անկեղծ եմ ասում, լրիվ սրտան շնորհավորեցի, որովհետև կարծեցի գուցե դա երջանկության մի ձև է, դուք էլ ներսրտեցիք, սրտից դարդեր եղել։ Հիմա, երբ որ ու մարդիկ իդեպ կոմենտներում գրում են, որ ասում են սա թատրոն է, տեսնած այս զույգը ինչ է ասում, հիմա որտեղ է ֆռսնում մեզ,
Երբ որ տեսանք, որ Աննա Հակոբյանը նախ ձեր կադրում է երևում, այսինքն վերադարձել է կառավարական համարանոց, հետո ձեզ հետ շրջում է Գյումրիում, էլի մարդիկ նորից ձևակերպեցին այդ նույն հարցը, որ տեսեք, որ ասում ենք թատրոն է, ուրեմն թատրոն է, փաստորեն թատրոն է։ Հիմա եթե դուք ձեր նույնիսկ ընտանեկան դրաման եք կեղծում, բա մնացածին ո՞նց հավատա մարդիկ։ Ի վերջո դուք բաժանվել եք, թե վերամիավորվել եք Աննա Հակոբյանի հետ, ինչպես կմեկնաբանեք սա, դուք չդիմացեք առանց Աննա Հակոբյանը չդիմացավ առանց ձեզ, ժպտացիք ռոմանտիկա կա մեջը, առանց ձեզ, առանց իշխանության ձեր իշխանության, առանց անվտանգության, առանց այն թանկարժեք Lexus-ի, որ իր համար էր գնվել, իդեպ որի ապօրինի փակցված պլյոնկաները իմ շնորհիվ հանվեցին վրայից, ինչը լավ է։ Ինչը վերամիավորեցեց, եթե միավորել եք։ Անկեղծ եմ ասում, ես միայն ուրախ եմ, որ բոլոր սիրով սրտերը միավորվեն, նույնիսկ իրար ատող հեսա վարկում եմ ելույթս։ Նույնիսկ իրար ատող ընդդիմությունը թող միավորվի, օրինակ Միշիկենն ու Քոչարյանն մեռան իրար մի սուտելով, թող միավորվեն, մի քիչ իրանց մոտ ռոմանտիկա առաջանա, բայց նույնիսկ դուք ձեր ընտանեկան հարցն եք փաստորեն կեղծում եւ մարդկանց, չգիտեմ, փոփոխության մեջ դնում։ Հիմա միավորվել եք, թե չեք միավորվել։ Շնորհավոր եմ նորից միավորման կապակցությամբ, թե ինչ անեմ։ Կարող նույնիսկ աշխատասան տալ, կոնյակ բանբաներ կա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ուշադիր հետևողները եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հրապարակային հայտարարություններին կարող են անել որոշակի հետևություններ, այդ հետևությունները ինչքանով շատ ուղիղ կձևակերպեն, ինչքանով դիվանագիտական ճանապարհներով կձևակերպեն, դա արդեն երկրորդ խնդիրն է եւ կարծում եմ այդտեղ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա, գիտեք ինչ, պետք չի որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի, ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյա կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել եւ ձևակերպումներ անել, իմ ընկալումը այն նրա շրջանակում է ինչ որ ասացի։ Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրությանը, իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե չգիտեք, համոզված եմ, եթե միջև չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք, երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Շնորհակալություն, պարոն Մակարյան, հաջորդ հարցը Վոլոդիմիր Հակոբյան։ Պարոն վարչապետ, անդրադառնալով նորից 8 տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Սերժ Սարգսյանը այսօր հայտարարություն է տարածել եւ նշել, որ 2018-ին վարչապետը առաջադրվել է միաժամանակ ամենաճիշտ եւ ամենասխալ որոշումներ եւ որ բանակցողին փոխելը հանգեցրեց աղետի։ Արդյոք ձեր կարծիքով, պարոն վարչապետ, մինչ այդ տարբեր բանակցությունները իրականում ապահովում էին Ղարաբաղի անվտանգությունը, թե հենց այդ քաղաքականությունն էր ստեղծել այդ ռիսկերը, որոնք հետո հանգեցրեցին պատերազմի։ Նաև Սերժ Սարգսյանը իր այդ հայտարարության մեջ խոսել է իր տեքստի մասին, որտեղ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, ու ասում է, որ շահառուներից մեկը, որը խմբագրել էր տեքստը, ու ողերի մենքերը հետագայում մանիպուլացրել են, պարոն վարչապետ, ճիշտ է, հարցը ուղիղ ձեզ չի ուղղված, Սերժ Սարգսյանին պետք է երևի տանք, բայց քանի որ հիմա հնարավորություն չկա իրեն հարցնելու, ձեզ եմ հարցնում, դուք գիտեք ով է եղել է շահառուն, որը փոխել է տեքստը եւ այն ողերի մենքերը, որը հետո մանիպուլացրել է։ Ինչ ասեմ, չգիտեմ բնականաբար, գուցե եթե տենց խնդիր ունենայի իմանալ, գուցե հնարավոր լիներ ինչ-որ տեղեկություններ իմանալ, բայց չեմ կարող որևէ բան ասել, ինչ վերաբերում է, գիտեք ինչ, Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է, մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա, եւ նախորդող ողջ շրջանը 94 թվականից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին։ Հասկանում եք, պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում պատերազմի
գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Ես նախորդ օրը ել եմ ասում, մեր ընկալման մեջ այդ կա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդպես չի։ Մենք չենք ունեցել ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Որովհետև հիմա եթե կա անհրաժեշտություն, այսինքն ես նախորդ օրը ոնց որ ամբողջ ցանկը հրապարակեցի, թե որ թվին ինչքան զոհ է եղել։ Այսինքն դա եղել է անընդհատ պատերազմ, անընդհատ պատերազմ։ Եվ այն որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը Սերժ Սարգսյանն է հայտարարել 2020 ներողություն 18 թվականի ապրիլի չեմ էլ հիշում 17-ին թե կանիսին ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, գիտեք ինչ, բայց ես կարծում, տեսեք, ես ուզում եմ մի հետաքրքիր հանգամանքի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ Մի ժամանակ մեզ ուղղված մեղադրանք կար, որ մենք անդադ խոսում ենք նախկին, էլի անցյալի մասին ենք խոսում, էլի անցյալի մասին ենք խոսում, եւ բանը հասավ այնտեղ, որ ես ինքս խորհրդանի ամբիոնից մեր գործընկերներին, այդ թվում քաղաքացիական պայմանագրի, ընդունեցի ասի ժողովուրդ, ոնց որ մենք իսկական շատ ենք այդ նախկինի մասին։ Եկեք մի հատ այդ թեմայից դուրս գանք։ Հիմա բանակցային փաթեթները հրապարակեցինք, չգիտեմ, բոլոր հարցերին պատասխանեցինք, ամեն ինչը զգում եք, որ չի հաջողվում։ Չի հաջողվում դուրս գալ այդ խոսակցությունից։ Հիմա էլ նոր բացահայտումներ են։ Որևէ մեկը մտածում է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որ միջև մի հանրությանը չգիտի, ով որ այդպես մտածում է, անկեղծ չի, կեղծում է, որովհետև հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ։ Եվ որևէ զեկույցի հրապարակում, որևէ զեկույցում նոր բան չի լինելու, որովհետև ամեն ինչ ասված է։ Դրա հերթն էլ կգա։ Հիմա էլ եղար, չէ, բանակցային փաթեթը քիվեստում սենց էինք անելու, նենց էինք անելու, այնտեղ նենց ուր են։ Հիմա ես չէին գալիս բանավեճի։ Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն մեր հրապարակած փաթեթով, տող կարդան։ Ասեն, այ տեսեք, ստեղ էսա գրած։ Այնտեղ գրած է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք։ Ղարաբաղի շարժումը չի ծառայել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին։ Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են եւ ուզեցել են, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա։ Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ ես հիմա հպարտ եմ, որ մեր պետությունը այդ թակարդից դուրս են բերել։ Այո, զոհերի ու զոհողությունների գնով, բայց եթե ես էլի անկեղծորեն նվիրված չլինեի այդ իդեալներին, ես այս ճանապարհով չէի կարող անցնել, եթե ասեի, հա դե լավ դե հիմա։ Ինչը չի ասվել, ամբողջ փաթեթները հրապարակված են։ Եվ հիմա ուրիշ բան տեղի ունեցավ, ես ասացի պատերազմի եռագլուխ կուսակցություն, ամեն օրվա հետ նրանք ապացուցում են պատերազմի եռագլուխ կուսակցություն լինելու փաստը։ Այդ կուսակցություններից մեկը սենց ոնց որ մի քիչ դիստանցավորվում է այդ խոսույթից, բայց արդեն իր ցուցակի բերումով արդեն չի կարող դիստանցավորվել։ Մի չամտեք, սիրելի գործընկերներ։ Մեկը։ Բայց մի հատ նայեք ամեն օր ինչ է, այդ մարդիկ խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին, այդ մարդիկ խոսում են, չգիտեմ, կորսված հայրենիքի մասին, վերադարձնելու մասին, վերադարձի մասին, դրանք բոլորը սիրելի քաղաքացիներ, ինչպես ուզում եք ընկալեք։ Այսինքն ընկալել հետևեք ինչ են ասում այդ մարդիկ։ Եվ ասելու բան չկա։ Եվ
Հիմի գիտեք ինչ լավն է նա որ նույնիսկ մենք ենք երբեմն մոռանում այդ իրադարձությունները։ Ես օրինակ արձանագրեցի, որ մենք Քայլարշավի մեկնարկի օրը տենց մոռացել ենք որևէ ձևով չենք հիշեցրել, ընդգծել եւ լավ է, որովհետեւ հիմա մենք էլի այդտեղ էլ առաջ ենք նայում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգի վրա ենք կենտրոնացած։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր մի դիրքում է, որ ի վիճակի է լուծել մարտահրավերները։ Որտեվ մենք հասկանում ենք իրավիճակը, մենք հասկանում ենք սադրանքները։ Սերժ Սարգսյանի հետ կապված ինչ կարող եմ ասել։ Սերժ Սարգսյանը հայ միջայլոց այդ որ ասում են չի մասնակցում ընտրություններին, դա կեղծ թեզ է։ Նախորդ ընտրություններում պատիվ ունեմով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է ուժեղ Հայաստանով։ Նախ հրապարակային հայտարարել է իր աջակցությունը, երկրորդը բոլորը ամբողջ կազմը ձեզ հայտնի Աշոտյանով եւ մյուսներով մասնակցում էին հանրահավաքներին եւ այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն եւ վերականգնեն 2007 թվի 2006 թվի կոալիցիա։ Դաշնակցություն, ԲՀԿ, հանրապետական։ Ուրիշ պատմություն չկա սրա տակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սպուտնիկ Արմենյան։ Իմիջայլոց ներողություն եմ խնդրում։ Մի այսպիսի բան կար, որ նախկինում նախորդ հեղափոխությունից առաջ թվում էր թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն է։ Ու ուզում եմ հիշեցնել, որ այդ պատերազմի համար եւ Ղարաբաղի համար դոշ տվողներից ոչ մեկի Սերժ Սարգսյանը որդի չունի, մյուսների որդիները ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում եւ ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, ոչ մեկը։ Իրենք ուրիշների զավակների կյանքի հաշվին, այսօր որ ինձ ասում են, այսքան չգիտեմ ինչ մեղադրանքներ են։ Իմ ընտանիքի անդամները եղել են բանում, էտել են 1000 ձևով ուզում են շահարկեն, ոնց փորձեցին չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Բացառիկ շանս է։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայազգային կոնգրես բան ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ է քննարկել, հա? Արգելի շնորհիք, հաջորդ անգամ դեպքում պես ասեմ։ Բոլոր այն ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն, ցանկացած մեկը, ովքեր պատերազմի կուսակցություն չեն։ Եվ ես այդ շանսը տեսնում եմ, եւ ես այդ շանսը տեսնում եմ մարդկանց այդ շփումներից։ Սպուտնիկ Արմենյան։ Ինչ արձագանք ունեք Ադրբեջանից կապված ձեր ռազմավարական առաջարկ։ Լսում եք, պարոն։ Ասում ինչ արձագանք ունեք Ադրբեջանից կապված ձեր ռազմավարական առաջարկի հետ, որ սահմանագծում սահմանազատումից հետո չփորձել թե ով որտեղ է ապրել, հանգիստ թողնել միմյանց փակել թեման, եթե չունեք արձագանք դեռ ինչ եք ակնկալում, հաշվի առնելով նաև այն, որ բառացիորեն օրեր առաջ Ադրբեջանում Արևմտյան Հայաստան, ներողություն, Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդես էր բացվել։ Հայաստանի Հանրապետությունում ինչքան խոսում է Ղարաբաղի վերադարձի, Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում դա լինելու է։ Եվ հակառակն էլ կարող ենք իհարկե ասել։ Ես կարծում եմ, որ դա մի առաջարկ է, որը
Պետք է ուղղակի իրագործվի եւ իրագործվելու է։ Այդտեղ ինձ պետք չի արձագանք Ադրբեջանից, որովհետեւ ճիշտ բանաձևը, երբ որ ճիշտ տեղում ճիշտ ձևով դնում ես, ինքը սկսում է աշխատել։ Ինչի ես դա բանակցային նրբությունների մեջ արձագանք, այո, եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիր այդ արձագանքն է, արդեն իսկ վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը այդ արձագանքն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Խաղաղություն է այդ արձագանքն։ Ես Ադրբեջանի անունից չեմ կարող խոսել։ Ես կարող եմ ասել մեր ռազմավարական պատկերացումները process-ի մասին եւ կարող եմ արձանագրել, որ արդեն բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա իրականության մեջ տալիս են արդյունք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիվիլն է։ Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվել են եւ դաժանաբար սպանվել են հայ կանայք, անդրադառնալով իրական ոչ թե պատմական արդարությանը, արդյոք դուք պատրաստ եք հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական եւ քաղաքական էլիտային, եթե այո, ինչպես եք պատկերացնում այդ հանձնառության իրականացումը եւ որոնք կլինեն ձեր առաջիկա քայլերը այս երկու ամիսներին։ Գիտեք ինչ, մեր առաջիկա երկու ամիսներին ի՞նչ է սպասվում։ Երկու ամիսը արդեն ընտրություններից հետո է։ Այսօր ամսի 23-ը չի։ Գիտեք ինչ, ես էլի ուզում եմ այդ թեմաներին ես ընդհանրապես ինքս ինձ համար պինդ որոշել եմ, որ այդ թեմաներին ես անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, մաքսիմալ։ Եվ ինչպես նախորդ հարցինի պատասխան ասացի, այդ ամեն ինչի երկսայերի սուրը։ Եվ մենք չպետք է մոռանանք նոր կտակարանի ուղերձը։ Ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք։ Ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։ Եվ ես համաձայն չեմ, որ մենք հիմա ես ու դուք իրար աչքերի մեջ նայենք եւ իրար խաբենք։ Ու առավել եւս խաբենք մեր ժողովրդին։ Որովհետեւ երկսայերի սուրը, որովհետեւ այդ խոսույթները հիմա այդ խոսույթները գոյություն ունեն եւ փաստերը միջայլոց, փաստերը, որ մեկը դա չի շղթում։ Բայց մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց այդ է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Իմ կարծիքն այն է, որ այդ թակարդից պետք է դուրս գալ եւ մենք դուրս ենք գալիս այդ թակարդից։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս մեր յուղի մեջ պետք է տապակվենք, բայց մենք պետք է մեր պետությունները, մեր սերունդներին ազատենք այդ հոգսից։ Մենք պետք է հարգանքով։ Ինչ։ Ուրեմն ինչքան մենք ենք մեղադրում, այդքան մեզ են մեղադրում։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք անում այդ դիրքորոշումը։ Ռազմավարական գործարքը դրա մասին է։ Ինչի ձեզ թվում է ձեր իմացած պատմությունը միակն է, այլ ուրիշ պատմություններ ուրիշ տեղերում չկա։ Եթե դուք հիմա կնայեք իմ աչքերի մեջ եւ կասեք, որ ոչ չկան ուրիշ պատմությունների մեջ, առնվազն դա ազնիվ չի լինի։ Բոլոր գիտեք, էլի եմ ասում, խոսքը ընդհանրապես կոնֆլիկտի մասին է։ Խոսքը ընդհանրապես կոնֆլիկտի մասին է։ Որովհետև այդ ճանապարհներով գնալը նշանակում է ոտք դնել մի ճանապարհին, որտեղ պատերազմը եւ կոնֆլիկտը անխուսափելի են։ Դա կոնֆլիկտը վերածնելու ճանապարհ է։ Եվ հիմա ամեն տարբեր կողմերից հիմա տարբեր կողմերից այդ թվում միջազգային որոշ գործող անձինք այնպիսի հայրենասիրական
հայաստանյան հայրենասիրական ճառեր ու կոչեր են անում, որ նույնիսկ կարելի է հուզվել։ Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ։ Հերիքան մենք պատմության կեսին նայենք։ Չենք կարա գրքի էջը սենց կեսը փակենք, ասենք մենք մենակ ձախ կամ աջ կողմի, ձախ ձեր կողմից, աջ իմ կողմից, կամ չգիտեմ, էական չի։ Մենք մենակ աջ կամ ձախ կողմն ենք կարդում էջի, այն շարունակությունը չենք կարդում։ Պետք է թուղթը հանել եւ կարդալ ամբողջ էջը։ Մենք ունենք այդ համարձակությունը։ Ես ունեմ այդ համարձակությունը։ Այդ Եվրոմետր Սանչուրս։ Բան քաշին վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Ես արկեր որոպե պլյուսով էի դրել։ Մամեդյարովներ հայտարարություն տարածել այստեղ սպասվող ընտրությունների վերաբերյալ, այդպես հասկանալի չէր, այստեղ սոցհարցումներ են իրականացրել, հա, ինչի հիման վրա են հայտարարություն անում, որ ձեր շանսերը ավելի մեծ են, այնտեղ երկրորդ նախագահի հետ կապված էր ասում, որ շանս չկա կոնսոլիդացիայի, այդպես դիտարկումներ էր անում, կանխատեսումներ այստեղ ընտրությունների վերաբերյալ, քանի որ դուք հաճախ եք հա խոսում օրինակ արտաքին միջամտության մասին ընտրություններում, հետախուզական ծառայությունն է այստեղի խոսում վտանգների մասին, հիբրիդային պատերազմ, որը դուք խոսում եք իշխանության մյուս ներկայացուցիչներ, հա, ուղղություն տանում են ռուսական կողմ։ Հիմա դուք սա հենց միջամտություն չեք համարում սպասվող ընտրություններին, ինչ տեղեկություն կա, միգուցե այստեղ սոցհարցումներ են, հա, իրականացում ադրբեջանական կողմից, եւ քանի որ նաեւ շատ եք, հա, այսպես ասում, ընդդիմադիր մյուս ուժերին, օրինակ ռուսական կողմից ֆինանսավորող կան այսպես շարունակ, հիմա այս տրամաբանության մեջ այս հայտարարությունը ինչպես կարող եք դիտարկել։ Գիտեք, այդ հայտարարությունից կարծում եմ վերաբերյալ մեկնաբանություն ուզեք հայտարարության հեղինակից։ Ես չեմ կարծում, թե այն մակարդակի հայտարարություն է, որ ես պետքա մեկնաբանեմ։ Շնորհակալություն։ Պատասխանեցի ես ձեր հարցին, շնորհակալ եմ։